Բարի երեկո հարգելի ֆուտբոլասերներ, ողջունում ենք ձեզ SAMF Cup մրցաշարի շրջանակում, որտեղ այսօր երկրորդ տուրի նախավերջին օրն է եւ մինչեւ ես ողջունում եի ձեզ Մադրիդի Ռեալը ստեղծեց առաջին վտանգավոր պահը եւ մրցակցին օգնության եկավ հորիզոնական դարպասաձողը, հուսով եմ թույլ կտան ֆուտբոլիստները մի փոքր խոսել այս երկու թիմերի մասին։ Նախ նշեմ, որ այսօր ուժերն են չափում Մանչեսթեր Յունայթեդը եւ Մադրիդի Ռեալը, թիմեր, որոնք հաղթանակով են մեկնարկել այս մրցաշարում եւ այսօր պայքարելու են իրենց մյուս 3 միավորի համար։ Նախ Մադրիդի Ռեալը առաջին տուրում 7-2 հաշվով կարողացել է առավելության հասնել Նապոլիի նկատմամբ, իսկ հա Մանչեսթեր Յունայթեդը 2-0 հաշվով համեստ հաղթանակ է տարել Միլանի նկատմամբ, բայց հաղթանակը համեստ, սակայն կարևորը 3 միավորն է, որը Մանչեսթեր Յունայթեդը վաստակել է եւ այսօր երկու թիմերն էլ փորձելու են անել այնպես, որպեսզի վաստակեն իրենց ակտիվում երկրորդ տուրից հետո ունենան 6 միավոր։ Ռեալը խաղարկում է անկյունային հարվածը, հեռացնում են Յունայթեդի ֆուտբոլիստները, փոխանցում հետևեց ձախ եզր, բայց կլինի միայն եզրային նետում։ Առհասարակ երկրորդ տուրի նախորդ երկու խաղային օրերի հանդիպումները շատ հետաքրքիր ստացվեցին, շատ դիտարժան եւ գոլառատ եւ չգիտեմ այսօր թիմերը կկարողանան գոլառատ ֆուտբոլ ցուցադրել թե ոչ, ամենայն դեպս կարծում եմ ականատես ենք լինելու հերթական լարված հանդիպմանը, որովհետեւ կրկնեմ թիմերը պայքարում են երկրորդ հաղթանակի համար։ Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստները հիմա գնդակը կմտցնեն խաղի մեջ, իսկ ավելի կոնկրետ դարպասապանն է վերցրել գնդակը եւ հիմա կսկսի իր թիմի գրոհը, երկար հարված առաջ, Ռեալի խաղացողներն են վերցնում գնդակը, առայժմ այսպես կենտրոնով ազատ խաղընկեր, փնտրեց հիմա Ռեալի պաշտպանության գծում հանդես եկող ֆուտբոլիստը եւ կորցնում են գնդակը։ Յունայթեդի խաղացողները Ռեալը բավական ակտիվ է գործում այն դեպքում, երբ գնդակով են մրցակցի ֆուտբոլիստները եւ ստիպում է որպեսզի ավելի շատ սխալվեն, արդյունքը առայժմ միայն եզրային նետումներն են, անկյունային հարվածները, բայց այսպես շարունակելու դեպքում կարելի է նաեւ լինել արդյունավետ, խոսքը բնականաբար արդյունավետ հարվածի մասին է։ Նորից եզրային նետում կրկին գնդակով Ռեալի ֆուտբոլիստներն են, երկար հարված առաջ, այսպես ես համոզված եմ, որ պաշտպանը ուղղակի հեռացնում էր գնդակը ուգանային հրապարակի մատույցներից եւ Յունայթեդի դարպասապահը նորից երկար հարվածով գնդակն ուղարկում է մրցակցի կիսադաշտ, առայժմ այսպես հասկանալի է, որ թիմերը առաջին հերթին ձգտում են եւ ցանկանում են բաց չթողնել գնդակ սեփական դարպասը, որովհետեւ շատերը նշում են, որ ֆուտբոլում կարևոր է գոլ խփելը, բայց ֆուտբոլում ամենակարևորը առաջին հերթին գնդակ բաց չթողնելն է, որովհետեւ եթե բաց չթողնես գնդակ, կկարողանաս ինչ-որ գրոհ անցկացնել, գրավել մրցակցի դարպասն ու հաղթել, հետեւաբար այսօր այդ լարվածությունը այդ առումով կլինի, թիմերը ձգտելու են անառիկ պահել դարպասը։ Անցել է գնդակը դիմային գծից եւ ազատ հարված Մանչեսթեր Յունայթեդի դարպասից։ Կազմերի մասին չխոսեմ խաղի ընթացքում, առանձին կներկայացնեմ ֆուտբոլիստներին, հիմա Ռեալն էր ստացել հարվածային դիրք, հարվածի հնարավորություն կար, բայց փոխանցումը հետևում դեպի հեռավոր անկյուն եւ տեղում է Յունայթեդի դարպասապահը, կրկնակի սեյվ եւ արժանի ծափահարություններ նրան թույլ չտվեց, որպեսզի Ռեալը գրավի իր դարպասը։ Վնասվածք ստացած ֆուտբոլիստ կա, բայց կարծես ամեն ինչ կարգին է եւ շարունակվի հանդիպումը։ Դեռևս առանց դարպասի գրավման, իսկ մեզ մոտ ընթացքի մեջ է 5-րդ րոպեն։ Հիշեցնեմ, որ հետևում ենք SAMF Cup մրցաշարի երկրորդ տուրի խաղային նախավերջին օրվա առաջին հանդիպմանը
Manchester United Real Madrid դեռևս 0-ներ Ռեալի ֆուտբոլիստները գնդակով են չկարողացավ պայել գնդակն իր մոտ Դմիտրի Լուկյանչիկը եւ United-ն է փնտրում հարվածային դիրք լավ հնարավորություն կար բայց ուշացրեց շատ ավելի վաղ անհրաժեշտ էր փոխանցում կատարել դեպի Աջեզր այնտեղ ազատ խաղանկեր կար եւ այդպես ավելի վտանգավոր կլիներ փոխարենը United-ի ֆուտբոլիստը ընտրեց այլ տարբերակ եւ նրանով ամեն ինչ ավարտվեց Ռեալի համար United-ի համար ներողություն Լուկյանչիկ Կրկին Ռեալը փորձեց տեղափոխվել մրցակցի կիսադաշտ չստացվեց բայց Լուկյանչիկը ուղղեց իր սխալը խլեց գնդակը Չի հաջողվում առայժմ ոչ United-ին ոչ Ռեալին անցկացնել կազմակերպված գրոհ մենք իհարկե գրոհներ տեսանք երկու թիմերի դարպասների մոտ բայց դա ավելի շատ նմանվեց հակագրոհների իսկ համատացված գրոհներ գեղեցիկ կոմբինացիաներ առայժմ չենք տեսնում Ռեալի խաղացողներն են ձախ եզրով չի անցել գնդակը եզրից United-ն է վերցրել գնդակը եւ եզրային նետում Արջևի գծում Ռեալի մնացել է Դմիտրի Լուկյանչիկը բարձրահասակ ֆուտբոլիստը միգուցե այդպես են մտածել որպեսզի հետևի խորքից փոխանցում Լուկյանչիկի ուղղությամբ ու կարողանա Լուկյանչիկը գրավել United-ի դարպասը իսկ մինչև այդ եզրային նետում ցույց է տալիս մրցավարը United-ի խաղացողներն են իրացնում նետումը հարվածի հնարավորություն կա Հիմա միգուցե հետևի այդ հարվածը բայց Ռեալը դուրս է գալիս պաշտպանությունից ուժեղ էր այս փոխանցումը սակայն գնդակով մնում են Ռեալի խաղացողները քանի որ եզրային նետումը նրանցն է իրացրել են արդեն վաղուց Նետումը Գրիգորյան, Լուկյանչիկ, գեղեցիկ հիմա խաղարկեցին երկու ֆուտբոլիստները Լուկյանչիկ եւ Լուկյանչիկը այստեղ գործեց որպես Manchester United-ի վերջին պաշտպան գնդակը հանեց ուղղակի եթե չդիպչեր գնդակին ապա կլիներ հաստատապես դարպասի գրավում բայց Լուկյանչիկը հետո հասկացավ որ հակառակ դարպասի ուղղությամբ է փորձեց հարվածել բայց United-ին օգնության եկավ ուղղահայաց դարպասաձողը Սա թերևս ամենավտանգավոր պահն էր վերջին րոպեների ընթացքում ես հիշեցնեմ որ հենց մեկնարկում սուլիչից հետո Ռեալը ունեցավ լավ հնարավորություն հետևեց հարված միջին տարածությունից բայց United-ին օգնեց հորիզոնական դարպասաձողը Առայժմ United-ը չի կարողանում նույնպիսի սրությամբ պատասխանել մրցակցի այս հնարավորություններին հեռու տարածությունից հարված շեղեր եւ ազատ հարված Manchester United-ի դարպասից Նորից պայքար դաշտի կենտրոնում Ռեալը խլում է գնդակը փոխանցում դեպի դարպասապահ Սևա Գալստյան ուժեղ հարված առաջ Լուկյանչիկի ուղղությամբ եւ բաց է դարպասն ու բացվում է հանդիպանաշիվը Մադրիդի Ռեալը կարողանում է խփել ի վերջո իր գնդակը 1-0 գոլի հեղինակ է դառնում Դմիտրի Լուկյանչիկը եւ շատ կարեւոր գնդակ քանի որ Ռեալը ուներ տարածքային ու խաղային շոշափելի առավելություն եւ պետք էր անպայման խփել այդ գնդակը, այդքան ցանկալի գնդակը բացել խաղի հաշիվը եւ կարծում սրանով կբացվի նաեւ խաղը։ Ինչևէ մենք դեռևս սպասում ենք Manchester United-ի պատասխանին։ Պայքար գնդակի համար կոշտ պայքար էր, բայց կանոնների սահմանում եւ Ռեալի դարպասապահ ուժեղ հարվածով նորից գնդակն ուղարկում է առաջ, որտեղ հերթապահում է Դմիտրի Լուկյանչիկը, բայց այս անգամ գնդակը նրան չհասավ, United-ը խլեց։ Սխալ փոխանցում էր Լուկյանչիկ, փոխանցում է Թովմասյան, նորից Լուկյանչիկ, լավ փոխանցում էր, լավ խաղարկում էր ընդհանուր առմամբ եւ կարելի ասել, որ միտքը ճիշտ էր, չնայած որ կար եւս մեկ տարբերակ այնտեղ կար հարվածային դիրք եւ միգուցե հնարավոր էր նաեւ հարվածել մրցակցի դարպասի ուղղությամբ
Ամեն դեպքում փորձեցին օգտագործել Լուկյանչիկին նախ գեղեցիկ խաղալու տեսանկյունից եւ բացի այդ ավելի սուրբ փորձել ու գործել։ Եվս մեկ գրոհ Ռեալը անցկացրեց մրցակցի դարպասի ուղղությամբ, անհաջող էր եզրային նետում եւ փոփոխություն Մանչեսթեր Յունայթեդի կազմում հիմա։ Այնտեղ նախորդ դրվագում Դավիթ Թմոյանը եւ Լուկյանչիկն էին փորձում համագործակցել։ Չստացվեց։ Յունայթեդն է վերցրել գնդակը լավ փոխանցում առաջ, բայց ուժեղ էր եզրային նետումը կլինի Ռեալի ֆուտբոլիստներինը։ Խփած գոլից հետո Ռեալը ավելի հանգիստ սկսեց խաղալ, ավելի վստահ։ Հիմա նորից մեզ մոտ մի փոքր դադար, մինչև կշարունակեն խաղը թիմերը։ Եզրային նետման իրավունք է ստացել Ռեալը։ Իրացնում են հիմա նետումը Ռեալի ֆուտբոլիստները եւ կշարունակեն հանդիպումը։ Կա մրցավարի սուլիչը։ Ոչինչ չկա, մրցավարի պետք է խաղալ, իսկ ինչու են կանգնել Ռեալի խաղացողները։ Սա օրենք է, երբ չկա, քանի դեռ չկա մրցավարի սուլիչը, պետք է շարունակել հանդիպումը։ Վատ փոխանցման փորձ չէր սա դարպասապահի կողմից։ Լուկյանչիկ լավ փոխանցում է հետևում դեպի ձախ, Թովմասյան։ Թմոյանը փորձեց վերադարձնել գնդակը խաղընկերոջը։ Անհաջող էր այս փոխանցումը եւ հարված Մանչեսթեր Յունայթեդի դարպասից 1-0 առայժմ 13-րդ րոպեն է ընթանում ԱՄՖ քափ մրցաշարի երկրորդ տուրի Միլան Ռեալ Մադրիդ հանդիպման Դմիտրի Լուկյանչիկի խփած գնդակն առայժմ նվազագույն հաշվով հաղթանակ է ապահովում Ռեալի համար։ Ու դեռևս Յունայթեդը չի կարողանում արդյունավետ գրոհ անցկացնել։ Հիմա նորից գրոհի փորձ, ուժեղ էր փոխանցումը, սխալվում են դարպասապահն ու պաշտպանը, բայց ամեն ինչ բարեհաջող է ավարտվում Ռեալի համար։ Հիմա նետվել են գրոհի, առանց նայելու հետևեց այս փոխանցումը, մինչդեռ նախ խաղընկերը պատրաստ չէր, հետո էլ ակնհայտորեն այնտեղ կանգնած էր մրցակցի պաշտպանը եւ պարզ էր, որ այդ փոխանցումը հասնելու է հենց մրցակցի խաղացողին։ Վատ չեն հիմա խաղարկում Ռեալի խաղացողները, կրկին փորձեցին Լուկյանչիկին դուրս բերել հարվածի եզրային նետում։ Առավելություն ունի Ռեալը եւ խաղային եւ տարածքային, հիմա լավ հնարավորություն է նորից ստանում Ռեալը։ Փոխանցում ձախ եզր դեպի ետ Լուկյանչիկ կրկին հեռու տարածությունից հարված բարձր ընթացավ գնդակը եւ հարված կլինի Յունայթեդի դարպասից, սա հարվածողը Տիգրան Շեկոյանն էր եւ այնտեղ շատ լավ գործեցին Արտաշես Թովմասյանը, Դավիթ Թմոյանը, Արտյոմ Գրիգորյանը փորձեցին հետաքրքիր գրոհ ձեռնարկել։ Ստացվել էր կարծես թե, բայց եզրափակումը հաջող չէր Ռեալի համար։ Նորից պետք է խաղարկել գնդակը։ Պետք է կանգնեցնել նախ գնդակը, որից հետո նոր մտցնել խաղի մեջ։ Դա ցույց տվեց հիմա հանդիպման մրցավարը եւ հետևում է փոխանցում դեպի կենտրոն, կանոնների խախտում չկա։ Եզրային նետում Սևակ Գալստյանը գնդակը հանեց եզրից։ Յունայթեդի ֆուտբոլիստները նետել են գնդակը խաղի մեջ։ Չի ստացվում ոչ մի կերպ, առայժմ Յունայթեդին չի ստացվում
արդյունավետ անցկացնել իրենց գրողներից որևէ մեկը։ Արդեն երկար ժամանակ United-ը չի կարողացել ինչպես հարկն է մոտենալ մրցակցի դարպասին, իհարկե հանդիպան մեկնարկում մենք տեսանք 1-2 դրվագ այդպիսի, բայց դրանից հետո մինչև հիմա այս 16 րոպեների ընթացքում 14 երևի րոպեների ընթացքում մենք այլ վտանգավոր պահ Ռեալի դարպասի մոտ չենք տեսել։ Սակայն սա էլ միգուցե մտածված է Մանչեսթեր Յունայթեդի կողմից առայժմ չշտապել, քանի որ 0-1 հաշիվը չեզոքացնելը ավելի հեշտ է, քան դրանից հետո բաց թողած գնդակների դեպքում։ Եվ միգուցե սա է պատճառը, որ հիմա փորձում են հնարավորինս հանգիստ խաղալ, գտնել իրենց հնարավորությունը առջևի գծում։ Ու բացի այդ ավելի շատ այս պահին ուշադրություն դարձնել պաշտպանությանը, քանի որ Ռեալի խաղացողներն ունեն առավելություն, ավելի ակտիվ են առջևի գծում, ավելի շատ են կարողանում վտանգավոր պահեր ստեղծել եւ իհարկե Յունայթեդի համար կարևոր է բաց չթողնել երկրորդ գնդակը, մինչդեռ Ռեալը անցել էր գրոհի, անհաջող էր։ Փոխանցում կենտրոն, դուրս է եկել դարպասապահը եւ չգիտեմ, չլսեցի, միգուցե հուշեցին խաղանկերները, եթե չհուշեցին, ապա շատ վատ արեցին, քանի որ տեղում չէր Սևակ Գալստյանը եւ հանգիստ այնտեղից կարելի էր գնդակն ուղարկել մրցակցի դարպասը։ Խաղարկում են Ռեալի խաղացողները կենտրոնում։ Աջեզ Ռումեն հիմա փոխանցում կենտրոն։ Տեսեք, որքան չեն շտապում, այնքան ավելի հաջող են գործողությունները ֆուտբոլիստների, կարևոր չէ տվյալ դեպքում Ռեալի թե Մանչեսթեր Յունայթեդի։ Նորից երկար փոխանցում Աջեզը նկատեցին ազատ տարածությունը։ Խլում է գնդակը Ռեալը։ Գրիգորյան, չանցավ Գրիգորյանի փոխանցումը Լուկյանչիկի ուղղությամբ, իսկ հիմա պետք է նահանջել, քանի որ Յունայթեդն է անցել հակագրոհի փոխանցում ետ։ Կանոնների խախտում արձանագրել է մրցավարը եւ տուգանային հարված կիրացնի Յունայթեդը։ Վերջապես հնարավորություն է ստանում Յունայթեդը։ Այս խաղում խփելու իր առաջին գնդակը։ Իհարկե հեռու է տարածությունը, բայց եւ այնպես, գուցե նաեւ կարելի է խաղարկել առանց հարվածելու, բայց ընտրեցին հարվածի տարբերակը, գնդակը իր վրա ընդունեցին պատկազմած ֆուտբոլիստները։ Եզրային նետման իրավունք է ստացել Մանչեսթեր Յունայթեդը, խաղարկել են վաղուց։ Հերթական եզրային նետումը, հիմա կարծում եմ փորձում են վաստակել անկյունային հարվածի իրավունք, որպեսզի էլ ավելի սուր լինի պահը Մանչեսթեր Յունայթեդի մոտ։ Յունայթեդը մնացել է գնդակով, հարված հետևեց, երկրորդը չի լինի, քանի որ Ռեալի ֆուտբոլիստները հեռացրել են, եղավ երկրորդ հարվածը մի փոքր ուշ, բայց բարձր ընթացավ գնդակն ու ազատ հարված Ռեալի դարպասից։ Սա էլ պատասխանը Մանչեսթեր Յունայթեդի, իսկ այսպիսի պատասխանները Յունայթեդը պետք է կիրառի շատ ավելի հաճախ, որպեսզի կարողանա խփել պատասխան գնդակը։ Առաջին խաղակեսում ակնհայտորեն փորձելու է Յունայթեդը դա անել։ Տեսնենք կստացվի թե ոչ, իսկ մեզ մոտ արդեն ընթացքի մեջ է 20-րդ րոպեն, ավարտվում է 20-րդ րոպեն։ Ավելի ու ավելի քիչ ժամանակ մինչև առաջին կեսի ավարտը, 1-0 Մադրիդի Ռեալը Դմիտրի Լուկյանչիկի գոլի շնորհիվ առայժմ հաղթում է Մանչեսթեր Յունայթեդին։
Ազատ հարվածը խաղարկված է, բայց դա մրցավարը պետք է թույլ տա, քանի որ փոփոխություն է տեղի ունենում թիմերի կազմերում։ Պետք է ավարտել փոփոխությունները եւ միայն դրանից հետո մտցնել գնդակախաղի մեջ։ Հիմա արդեն ամեն ինչ կարգին է, United-ի ֆուտբոլիստներն էին գնդակով, սխալ փոխանցում դեպի արջևի գիծ եւ եզրային նետում United-ը գնդակով է։ Այո, շտապում են ամեն դեպքում, որքան էլ փորձենք ասել հանգստություն պահպանել, բայց United-ի խաղացողների գործողություններում ակնհայտ է շտապողականությունը։ Ստանում են գնդակը սեփական կիսադաշտում։ Միջապես փորձում են շատ արագ կամ երկար փոխանցումներով դուրս բերել գնդակն այնտեղից տեղափոխվել մրցակցի կիսադաշտ։ Եվ արդյունքում այդ շտապողականության ոչինչ արջևի գծում United-ը չի կարողանում ստեղծել։ Իսկ այնինչ ստեղծեցին, դա այն պատճառով էր, որ Ռեալի ֆուտբոլիստներն այնտեղ գնդակահանել էին դիմային գծից եւ անկյունային հարվածի իրավունք տվել մրցակցին։ Գրիգորյան բարձրից փոխանցում Լուկյանչիկի ուղղությամբ հասավ գնդակին Լուկյանչիկը, բայց դիրքը այնպիսին էր եւ մարմնի եւ ֆուտբոլիստի, որ այդտեղից անհնար չէր իհարկե հարված կատարելը, բայց պիտի ունենաս տեխնիկական ու կատարողական չափազանց բարձր վարպետություն, որպեսզի այդ դիրքից գնդակն ուղարկես մրցակցի դարպասը։ Անկյունային հարված, եւս մեկ ստանդարտ, եւս մեկ հնարավորություն։ Դատելով առաջին կեսի ընթացքից United-ի հույսը առայժմ այս ստանդարտ խաղարկումներն են։ Սխալ փոխանցում, շատ պարզ իրավիճակում սխալվում են նաև Ռեալի խաղացողները, եզրային նետում United-ն առայժմ մնում է մրցակցի կիսադաշտում։ Լուկյանչիկ լավ փոխանցում է, ձախից ազատ խաղ, ընկերկա կանոնների խախտում դեղին քարտ էր սա։ Սա դեղին քարտ էր եւ Ռեալը կիրասնի տուգանային հարված։ Դիրքը լավն է հարվածի համար։ Մնում է, որպեսզի Ռեալի ֆուտբոլիստները հաջող իրացնեն այդ հարվածը։ Ռեալի կազմում գնդակի մոտ է Արթուր Ղարիբյանը։ Աջ ոտքից դեպի մոտակա անկյուն կամ ձախ ոտքից դեպի հեռավոր անկյուն տարբերակներ են, որոնք կարող են օգտագործել հիմա Ռեալի խաղացողները, տվյալ դեպքում Արթուր Ղարիբյան հարվածնորից պատ կազմած ֆուտբոլիստների ուղղությամբ միանգամից իրացնում են նետումը եզրային, սխալվեց Լուկյանչիկը, պետք է նահանջել, United-ը դուրս է եկել հակագրոհի։ Երկար է պահում գնդակն իր մոտ United-ի հարձակվողը։ Եվ առաջին խաղակեսը այսքանով ավարտում է, ազդարարում է հանդիպման մրցավարը։ 1-0 Մադրիդի Ռեալը առաջին կեսից հետո հաղթում է Մանչեսթեր Յունայթեդին, կվերադառնանք շատ կարճ դադարից հետո։
Հարգելի ֆուտբոլասերներ, վերադարձանք հետևելու ԱՄՖ մրցաշարի երկրորդ տուրի խաղային նախավերջին օրվա առաջին հանդիպմանը, որտեղ Մանչեսթեր Յունայթեդը ընդունել է Մադրիդի Ռեալին, առաջին կեսից հետո Ռեալը հաղթում է 1-0 հաշվով, առայժմ միակ գնդակը Ռեալի կազմում խփել է Դմիտրի Լուկյանչիկը։ Եթե շատ կարճ խոսեմ առաջին կեսի մասին, ապա այն անցավ Ռեալի տարածքային ու խաղային առավելությամբ, վտանգավոր պայեր ավելի շատ ստեղծեց Ռեալը, օգտագործեց ընդամենը մեկը, իսկ Յունայթեդը, որը մի քանի պայեր նույնպես կարողացավ ստեղծել, այդպես էլ չկարողացավ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը։ Եվ հիմա արդեն երկրորդ խաղակեսն է։ Երկրորդ խաղակեսն է մեզ մոտ եւ Յունայթեդի համար առաջնային է դառնում ամեն գնով առայժմ հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Ու հիշեցնեմ նաև, որ թիմերը մեկնարկել են հաղթանակով, երկու թիմերի ակտիվում այս պահին կա 3-ական միավոր եւ հաղթանակի դեպքում կողմերից մեկը կվաստակի արդեն 6 միավոր։ Չանցավ Ղարիբյանը, խլեցին գնդակը Յունայթեդի ֆուտբոլիստները, բայց կորցրեց նաև Ռեալը ու եզրային նետում։ Անշուշտ Ռեալը նույնպես փորձելու է շարունակել ակտիվությունը, մեծացնել ճնշումը, խփել երկրորդ գնդակը, որտեվ 1-0-ն այնպիսի հաշիվ է, որ ցանկացած պահի կարելի է փոխել հակառակ ուղղությամբ, հետևաբար անհրաժեշտ է խփել երկրորդ գնդակը մի փոքր ավելի հանգիստ լինելու համար, ոչ թե վերջնականապես ամրագրելու հաղթանակ, այլ մի փոքր ավելի հանգիստ գործելու, իսկ այսպես լարվածություն անպայման լինելու է, քանի որ մեկ գնդակի տարբերությունը չեզոքացնել այնքան էլ բարդ խնդիր չէ։ Բայց մյուս կողմից էլ առաջին կեսի խաղի ընթացքից դատելով բարդություն է Յունայթեդի համար, հեռու տարածությունից արված չնչին շեղությամբ դուրս է գալիս գնդակը եւ ազատ հարված Ռեալի դարպասից։ Երբեմն ակտիվանում է Յունայթեդը, մինչդեռ պետք է սա կարողանալ պահպանել երկրորդ խաղակեսի ընթացքում, եթե թիմը ցանկանում է փոխել ընթացքը առհասարակ այս հանդիպման, չխոսեմ հաշվի մասին։ Որից Յունայթեդն է անցել առաջ, սխալվում են գրող կազմակերպելիս, փոփոխական սխալներ եւ եզրային նետում։ Շուտ է պետք դուրս գալ պաշտպանությունից, կամ եթե նույնիսկ չեն կարողանում դուրս գալ, ապա պետք է շուտ հեռացնել գնդակն այնտեղից։ Չի անցել գնդակը եզրից, տեսեք ինչպիսի արագություն հիմա այստեղ զարգացրեց Արտյոմ Գրիգորյանը։ Ամբողջ լայնքը դաշտի օգտագործեց, տեղափոխվեց Աջեզեր, պահեց գնդակն իր թիմի համար եւ թույլ է տալիս, որ այս գրոհը առայժմ շարունակվի։ Ռեալի ֆուտբոլիստները Աջեզրում են։ Անկյունային հարված։ Անկյունային հարվածը վաղուց արդեն իրացրել էին Ռեալի ֆուտբոլիստները, մենք մի փոքր դադարից հետո վերադարձանք։ Ու հիմա եզրային նետումը Ռեալի ֆուտբոլիստներինն է։ Ղարիբյան, առաջ է շարժում Ղարիբյանը, անցում Աջեզեր, չհասավ գնդակը խաղընկերոջը եւ Ռեալը խաղարկում է
Գնդակը պաշտպանության գծում 1-0 առայժմ Մադրիդի Ռեալը հաղթում է Մանչեսթեր Յունայթեդին, հիշեցնեմ սա AMF Cup մրցաշարի երկրորդ տուրն է, իսկ մեզ մոտ ընթացքի մեջ է 31-րդ րոպեն։ Պետք է հիմա արդեն աստիճանաբար սկսեն շտապել Յունայթեդի խաղացողները, ժամանակը ակնհայտորեն աշխատում է Ռեալի օգտին։ Ուժեղ հարված առաջ եւ ազատ հարված այսօրվա նոմինալ հյուրերի դարպասից կլինի։ Առայժմ հանգիստ են Յունայթեդի ֆուտբոլիստները։ Տպավորություն է, որ հաղթողի դերում նրանք են։ Մինչդեռ հիմա պետք է մեծացնել ճնշումը, մեծացնել արագությունները, ավելի ակտիվանալ առջևի գծում, պրեսինգ կիրառել մրցակցի նկատմամբ, կանոնների խախտում հիմա այստեղ կար, ընդ որում պրեսինգ մրցակցի կիսադաշտից սկսած, որպեսզի թույլ չտան Ռեալի խաղացողներին այդքան հեշտ դուրս գալ պաշտպանությունից, իսկ Ռեալը պաշտպանությունից բավական դյուրին է դուրս գալիս, առանց որևէ մեծ խնդիրների։ Դա է պատճառը, որ հաջողվում է գրոհներ անցկացնել Ռեալի խաղացողներին։ Պայքար կլինի այստեղ գնդակի համար, առանց կանոնների խախտման, եզրային նետում, Ռեալը նետում է միանգամից գնդակը եզրից, հերթական եզրային նետումը, բայց արդեն հակառակ ուղղությամբ։ Սխալվում են հիմա Յունայթեդի խաղացողները, Ռեալը լավ հնարավորություն է ստացել եւ կլինի հարված, կհետևի հարված ու հետևեց հարված եւ գերազանց է գործում Մանչեսթեր Յունայթեդի դարպասապահը, մոտ տարածությունից էր հարվածը, ընդամենը մի քանի մետրից եւ կարողացավ մրցակցի դարպասապահը ժամանակին արձագանքել այդ հարվածին եւ հեռացնել եւս մեկ հարվածը, հետևում հիմա արդեն Յունայթեդին օգնության է գալիս հորիզոնական դարպասաձողը։ Խնդրեմ, Ռեալը փոքր-ինչ ակտիվացավ առջևի գծում եւ անընդմեջ երկու հնարավորություն ստացավ Յունայթեդի դարպասը գրավելու համար, բայց առաջին դեպքում դարպասապահը ուղղակի փայլուն գործեց, իսկ երկրորդ դեպքում արդեն Յունայթեդին օգնեց դարպասաձողը։ Փոփոխություն հիմա կատարվում է Յունայթեդի կազմում եւ նաեւ կարծես թե վնասվածք ստացած ֆուտբոլիստ կա։ Սպասենք օգնությանը, սպասենք փոփոխություններին, որից հետո կշարունակենք։ Բացի այդ մրցավարը նաեւ դիտում է կրկնապատկերը հասկանալու համար կար արդյոք այնտեղ կանոնների խախտում թե ոչ։ Այնպես որ սպասենք առաջին հերթին մրցավարին։ Դիտել է կրկնապատկերը եւ 11 մետրանոց արված Յունայթեդի դարպասի ուղղությամբ է նշանակել, ոչ, հակառակը։ Իսկ մի պահ թված մրցավարի ձեռքի ժեստից, որ ցույց է տալիս 11 մետրանոցի նշակետը, բայց ամեն ինչ կարգին է, ամեն ինչ ճիշտ է։ Շարունակվում է հանդիպումը։ Լավ հնարավորություն եւ 2-0, այսպես Ռեալը խփում է երկրորդ գնդակը։ Հետաքրքիր խաղարկում էր եւ մի փոքր զգոնությունը կորցրեցին Յունայթեդի ֆուտբոլիստներն ու միանգամից հետևեց պատիժը։ Ռեալը խփեց երկրորդ գնդակը 2-0 եւ սա այս պահի դրությամբ կարող եմ համարել շատ լուրջ առավելություն, քանի որ ընթանում է արդեն 35-րդ րոպեն, քիչ ժամանակ է մնացել մինչև հանդիպման ավարտը, քիչ ասելով ոչ թե 1 կամ 2, այլ ընդհանուր խաղի տևողության չափանիշներով քիչ ժամանակ։ Ռեալը խլել է գնդակը, հնարավորություն ունի երրորդ գնդակն ուղարկելու մրցակցի դարպասը եւ այսօր ուղղակի հիանալի է գործում Յունայթեդի դարպասապահը, չնայած բաց թողած երկու գնդակներին, մի քանի դրվագներում պարզապես հիասքանչ խաղաց եւ թիմին փրկեց գոլերից։
թույլ է տալիս մրցավարը կատարել փոփոխությունները։ Ռեալի կազմում է կատարվում փոփոխություն, Լուկյանչիկն է հայտնվում խաղադաշտում։ Իրացված է եզրային նետումը, խորամանկ էին խաղում Ռեալի խաղացողները, չի անցել գնդակը դաշտի սահմաններից։ Յունայթեդն է վերցնում գնդակը, փորձում են նետվել Հակագրոյի, բայց սա արդեն նման չէ Հակագրոյի, ստացվեց դիրքային գրոհ, առանց այն էլ այս շտապողականությունը ավարտվեց նրանով, որ փոխանցումն ուժեղ էր և ազատ հարված Մադրիդի Ռեալի դարպասից։ Ղարիբյան, փոխանցում Աջեզր, երկար հարված առաջ, եզրային նետում կրկին, բավական շատ են եզրային նետումները այսօր։ Փոփոխություն կատարվում է նաև Մանչեսթեր Յունայթեդի կազմում։ Ղարիբյան հեռացրեց գնդակը, Ղարիբյանը դեպի արջևի գիծ, Լուկյանչիկը փորձեց տիրել գնդակին, խլեցին Ռեալի ֆուտբոլիստները, Լուկյանչիկ հարված ու մի քանի սանտիմետրից Լուկյանչիկը բարձր է ուղարկում գնդակը։ Հիանալի հնարավորություն էր սա Ռեալի համար, եթե հիմա գնդակը հայտնվում էր Յունայթեդի դարպասում, ապա արդեն մենք էլ կարող ենք վստահ արձանագրել Ռեալի վերջնական հաղթանակը։ Կարող ենք, քանի որ այս խաղով Յունայթեդը դժվար թե կարողանար ետ բերել 3 գնդակի տարբերությունը։ Իսկ հիմա Ռեալը հերթական հնարավորությունն է ստացել, արված ու Լուկյանչիկը նորից վրիպում է դեցիմետրից ուղղակի։ Նույնիսկ սանտիմետր այնտեղ չկար, մի քանի դեցիմետրից վրիպում է Լուկյանչիկը, արդեն տեսեք վերջին րոպեի ընթացքում, 1 րոպեի ընթացքում Լուկյանչիկը 200% չէ, 250%-անոց հնարավորություններ ուներ մրցակցի դարպասը գրավելու, բայց չկարողացավ դա անել ու հիմա Յունայթեդը կարող է պատժել ֆուտբոլում չգրված օրենքով, սակայն որոշեցին չպատժել, որոշեցին ներել Յունայթեդի ֆուտբոլիստները։ Ու առայժմ հաշիվը մեզ մոտ մնում է անփոփոխ 2-0, Մադրիդի Ռեալը առավելության է հասնում Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ։ Հիմա կարելի է խաղարկել ազատ հարվածը, ինչն էլ անում են Ռեալի ֆուտբոլիստները, փոխանցում առաջ, բարձր փոխանցում դեպի արջևիգից Ռեալի ֆուտբոլիստների կողմից և եզրային նետում։ Կարելի ասել, որ Ռեալը լուծել է խնդիրը։ Ունի արդեն 2 գնդակի առավելություն, մեծ հաշվով կարող ենք ասել նաև ապահովել է հաղթանակը։ Եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, իհարկե, դժվար թե Ռեալը բաց թողնի այս առավելությունը։ Յունայթեդի արջևի գիծը կաղում է, որևէ սրություն արջևի գծում չունի Յունայթեդը, պայքարում են դաշտի միջին հատվածում, կենտրոնում, պայքարում են պաշտպանությունում Յունայթեդի խաղացողները, բայց դա բավական չէ։ Դրանով մրցակցի դարպասը գրավել չես կարող, դա կարող ես անել արջևի գծի ֆուտբոլիստների օգնությամբ, իսկ արջևի գծում սրության համար պետք է ունենալ ակտիվություն, հեռու տարածությունից հարված հետևեց և բարեհաջող ավարտվեց ամեն ինչ Յունայթեդի համար։ Հերթական փոփոխությունը Ռեալի կազմում։ Իսկ մեզ մոտ ընթանում է արդեն 41-րդ րոպեն։ 9 րոպեից մի փոքր ավելի մինչև հանդիպան հիմնական ժամանակի ավարտը։ Դադարներ ունեցանք երկրորդ խաղակեսում,
Նախ մրցավարը դիտեց մեկ անգամ կրկնապատկեր, որից հետո այսքան շատ փոխարինումները կարծում եմ 3 րոպեի չափ կավելացնի։ Եթե հաշվի առնենք նաև այն, որ հաշիվը խոշոր չէ, հետևաբար թույլ կտա մրցավարը դեռևս հիմնական ժամանակի ավարտից հետո 2-3 րոպե շարունակել հանդիպումը։ Հարկում են Ռեալի ֆուտբոլիստները ձախ եզրում, շուտ է պետք բաժանվել գնդակից, թույլ էր այս փոխանցումը, ուշադիր են Ռեալի խաղացողները նույնիսկ դաշտի կենտրոնում, բոլոր փոխանցումները մրցակցի ֆուտբոլիստների չեզոքացնում են հեշտությամբ, հեռու տարածությունից ևս մեկ հարված և կրկին բարձր է և ազատ հարված Մանչեսթեր Յունայթեդի դարպասից ուժեղ դեպի առաջ ու ուղիղ դեպի մրցակցի ֆուտբոլիստները։ Կանոնների խախտում է արձանագրում մրցավարը, համաձայն չէ Ղարիբյանը, նրա կարծիքով ինքը ճիշտ է դիպել է մրցակցի ֆուտբոլիստին, բայց առանց կանոնների խախտման, իսկ Յունայթեդի խաղացողը ցույց տվեց, որ հարված է ստացել դեմքին։ Տուգանային հարված կիրացնի Յունայթեդը, տարածությունը հեռու է, տարածությունը բավական հեռու է, բայց պետք է փորձել, պետք է անպայման փորձել հարվածել, այլ կերպ Յունայթեդի ֆուտբոլիստներին չի հաջողվում գրավել Ռեալի դարպասը, հետևաբար սա միգուցե պետք է փորձել արդյունավետ օգտագործել, Կասուլիչը անհաջող էր, սա ոչ հարված էր, ոչ փոխանցում և նպաստավոր դիրքն ու հնարավորությունը հերթական անգամ կորցնում է Յունայթեդը։ Ռեալն է վերցրել գնդակը, սխալվեցին, լավ փոխանցում և գերազանց է գործում պաշտպանը, ձախ եզրից բարձր արագությամբ վերադարձավ տուգանային հրապարակ և կարողացավ գնդակը հանել մրցակցի ֆուտբոլիստի ոտքի տակից։ Եվ իհարկե պետք է ընդգծել Շեկոյանի այդ խաղը, չմնաց խաղից դուրս, չկտրվեց, հաշվի չառավ, որ առջևում է Ռեալը և փրկեց իր թիմին, իրապես փրկեց, քանի որ արդեն պատրաստվում էր հարվածել Յունայթեդի հարձակվողը և կլիներ դարպասի գրավում մեծ հավանականությամբ, իսկ հիմա պետք է Յունայթեդը նահանջի, բայց դրա կարիքը չկա, քանի որ Ռեալի ֆուտբոլիստները ինքները սխալվում են ու եզրային նետում։ Ռեալը առջևի գծում թողել է միայն Լուկյանչիկին, մյուս ֆուտբոլիստները սեփական կիսադաշտում են, հարված, վտանգավոր հարված էր, տեղում է Սևակ Գալստյանը, վերջին պահին տեսավ գնդակի ուղղությունը Գալստյանը, ևս մեկ հարված, սա վտանգավոր չէր, ամեն ինչ տեսնում էր Ռեալի դարպասապահը և կարողացավ վերցնել գնդակը։ 5 րոպեից մի փոքր ավելի մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտը Մադրիդի Ռեալը AMF Cup մրցաշարի երկրորդ տուրում կարողանում է առավելության հասնել Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ։ Հիշեցնեմ, որ առաջին տուրում Ռեալը խոշոր հաշվով հաղթել էր Նապոլիին, վաստակել էր 3 միավոր և այսօրվա այս հաղթանակից հետո թիմը կունենա արդեն իր ակտիվում 6 միավոր։ Յունայթեդն է վերցրել գնդակը 4-2-ի դիմաց, առաջ են շարժում ձախ եզրով, մնաց գնդակը Յունայթեդի մոտ և ազատ հարված Յունայթեդի դարպասից։ Կար փոխանցում առաջ, գնդակը Յունայթեդի ֆուտբոլիստների մոտ է, այդ իսկ պատճառով մրցավարը չդադարեցրեց հանդիպումը։
Արվածի հնարավորություն են փնտրում հիմա United-ի խաղացողները, ուժեղ էր փոխանցումը դեպի Աջեզր, եւս մեկ հնարավորություն ձախողեց։ United-ը Լուկյանչիկ Ռեալն է գնդակով սխալվեցին, հիմա փորձեցին գնդակը վերադարձնել Լուկյանչիկին, բայց անհաջող։ Վերջին րոպեների համար գլխավոր ինտրիգը մնաց United-ի գոլը։ Կհաջողվի արդյոք United-ին կրճատել ի վերջո հաշվի տարբերությունը, թե կպարտվի թիմը այսպիսի հաշվով կամ առհասարակ 4 հաշվով։ Իրացված է եզրային նետումը եւ գնդակը Ռեալինն է։ Մրցավարը ցույց է տալիս, որ հակառակ ուղղությամբ է պետք նետել գնդակը, փոխանցում առաջ։ Գեղեցիկ խաղալու ժամանակը չէ, այստեղ ավելի արդյունավետ է պետք գործել, նույնիսկ փոխանցումների ժամանակ եւ կրկին բարձրության վրա է Մանչեսթեր Յունայթեդի դարպասապահ, այսօր նորից պետք է ասեմ, որ գերազանց հանդիպում անցկացրեց վերջինս։ Եթե չլիներ նա, ապա Ռեալն այսօր կհաղթեր խոշոր հաշվով։ Նետը նետվում է առաջ ձախ եզրով։ Փոխանցում նորից ձախ եզր։ Ու արված Ռեալի դարպասից։ 48-րդ րոպեն է ընթացքի մեջ։ 2-0 առայժմ Մադրիդի Ռեալի օգտին, իսկ հիմա կարող են ավելացնել հաշիվը Ռեալի ֆուտբոլիստները, Լուկյանչիկ դեպի ետ, հարված ու գոլ։ Հարված ու գոլ եւ 3-0։ Այ արդեն վստահությամբ կարող ենք արձանագրել, որ Մադրիդի Ռեալը այս մրցաշարում վաստակում է 6 միավոր արդեն։ Երրորդ գնդակն է հայտնվում Յունայթեդի դարպասում եւ սա արդեն կարող ենք ասել այո, հանդիպման ավարտն է, ոչ պաշտոնապես, քանի որ պետք է ավարտվի նախ հիմնական ժամանակը եւ խաղի ավարտը ազդարարի մրցավարը, բայց արդյունքի տեսանկյունից սա արդեն համարենք խաղի վերջը։ Ռեալի ֆուտբոլիստներին հաջողվեց շատ բարդ հանդիպումը ավարտել հաղթանակով։ Այո, առավելություն ուներ Ռեալը խաղային ու տարածքային, բայց ինչու բարդ հանդիպում, քանի որ Յունայթեդը ամեն գնով փորձեց պայքարել, ամեն գնով փորձեց արդյունք ապահովել, դժվարություններ ստեղծել Ռեալի համար։ Լուկյանչիկ նորից դարպասապահն է տեղում։ Սխալվում են Յունայթեդի ֆուտբոլիստները, Ղարիբյան խլել է գնդակը, Ղարիբյանը, Լուկյանչիկը Աջեզրում վերադարձնում է գնդակը կենտրոն, բայց ձախ եզր հասավ գնդակը։ Անում են Ռեալի ֆուտբոլիստները գնդակով, կանոնների խախտում է արձանագրում մրցավարը եւ ստանդարտ դիրքի խաղարկման իրավունք է ստացել Ռեալը։ Նորից լավ դիրք է, նորից կարելի է պտտեցնել դեպի հեռավոր անկյունը, հեռավոր վերին անկյունը։ Մենք 3 այդպիսի դարպասի գրավում տեսել ենք։ 3 առհասարակ խաղային օրը լի էր գեղեցիկ գնդակներով։ Հուսանք այսօր էլ կտեսնենք այդպիսիք։ Այս խաղում ամեն ինչ առայժմ պրագմատիկ է, բայց հույս ունենք, որ դեռ կտեսնենք այդ գեղեցիկ գոլերը։ Վերջին վարկյանները հիմնական ժամանակի, մրցավարն էլ արդեն սկսեց նայել ժամացույցին, Լուկյանչիկը չի հասնում այս գնդակին, բայց պահում է խաղի մեջ, չի հասնում փոխանցմանը, ավելի ճիշտ ոչ թե գնդակին։ 2 րոպե ավելացրեց հանդիպման մրցավարը, 2 րոպե մինչև խաղի ավարտը։ Եվս 2 րոպե եւ արդեն պաշտոնապես կարող ենք արձանագրել Ռեալի հաղթանակը Յունայթեդի նկատմամբ։
Եվ Ռեալի 3 միավորը իր ակտիվում։ Եվ նորից գերազանց է գործում դարպասապահը, կրկնակի սեյվ դարպասապահի կողմից։ Լավագույն դարպասապահի թեկնածուներից մեկը նրան կարող ենք համարել ուղղակի փայլուն հանդիպում այսօր անցկացրեց։ Եվ կարծում եմ United-ի ֆուտբոլիստները պետք է շնորհակալ լինեն իրենց դարպասապահից։ Իրենց դարպասապահին պետք է շնորհակալություն հայտնեն, որ իրենք հիմա պարտվում են 0-3 հաշվով ընդամենը։ Առնվազն 5 դրվագում դարպասապահը ուղղակի բարձրության վրա էր եւ փրկեց իր թիմին կանոնների խախտում սահանկումը ետևից էր եւ Ռեալը իրացնում է տուգանային հարված։ Դեղին քարտ, այո, դեղին քարտ ետևից սահանկման համար։ Կարմիր քարտ։ Այո, կարմիր քարտ, United-ի ֆուտբոլիստը հեռացվում է խաղադաշտից։ United-ի ֆուտբոլիստը հեռացվում է խաղադաշտից։ Ամեն դեպքում պետք է մնալ խաղի կանոնների եւ առհասարակ ընդհանուր մարդկային սահմաններում։ Ինչևէ, դրվագը արդեն անցել է, Ռեալը իրացնում է տուգանային հարված, անկյունային։ Այս հարվածից հետո անկյունային է վաստակում Ռեալը եւ կարծում եմ սա կլինի արդեն վերջին իրադարձությունը, քանի որ ավարտվում է նաեւ ավելացված ժամանակը։ Մարցից փոխանցում եւ գոլ։ Լուկյանչիկը դառնում է դուբլի հեղինակ, հաշիվը դարձնում է 4-0 եւ ամրագրում է Ռեալի հաղթանակը 4-0 հաշվով։ Մրցավարն էլ ազդարարում է հանդիպման ավարտը։ Շնորհավորենք Ռեալի ֆուտբոլիստներին վստահ ու գեղեցիկ հաղթանակի արդիվ 6 միավոր է վաստակում Ռեալը եւ մենք էլ այս ռեպորտաժը ավարտում ենք։